պարքը կրթում ու դաստիարակում է մարդուն։ Հիմա փորձեմ բացատրել, ինչ եմ ուզում ասել։ Անգամ դրախտում պահեցողության հրաման եղավ։ Ինչու էր դրախտում դրվում պահեցողության հրամանը։ Այսինքն Ադամը պետք է իրեն զսպեր պահեր արգելված պտղից ճաշակելուց։ Պահեցողության հրաման եղավ։ Ինչու եղավ այդ հրամանը։ Որպեսզի Ադամը հնազանդվի Աստծուն, որովհետև իրենից առաջ սատանան չէր հնազանդվել Աստծուն, ուզեցել էր Աստծուն հավասար լինել, բարձրացնեմ իմ գահը Աստծուն հավասար դարձնեմ, լինեմ ինչպես բարձյալը, բայց վտարվեցի, երկնքից իջավ դժոխք, և Ադամին, որպեսզի հնազանդ լինի Տիրոջը, այս հրամանը տրվեց, որ պահեցող լինի, չանի այն ինչ որ ուզում է, այլ ինչ որ բարի է, ինչ որ Աստված է ուզում, որպեսզի իսպառ ազատագրվի սատանայի մեղքից, անհնազանդությունից, որպեսզի կարողանա կրթել և դաստիարակել ինքն իրեն Աստծո կամքի մեջ։ Աստված մարդու կամքը ինչ է ստեղծել է, որպեսզի կարողանա Աստծո կամքի հետ համատեղի, իր կամքը հնազանդեցնի Աստծո կամքին և ինքը Աստծո կամքի հետ հավասար քայլի գնա և իրեն ապահով կլի, բայց մարդն ինչ արեց և չարից դրդված իհարկե, իր կամքը ոչ թե համապատասխանեցրեց Աստծո կամքին, այլ հակառակ դարձրեց Աստծո կամքին, իր կամքը, և այստեղից տեղի ունեցավ անկում, ընկավ դրախտից։ Հիմա պահեցողության նպատակն ինչ, ամենակարևոր օգուտն ինչ է պահեցողության, մեր կամքի սանձումն է, մեր եսի ձևավորումն է, որտև երբ որ դու միշտ ուտում ես այն, ինչ որ ուզում ես, և միշտ անում ես այն, ինչ որ ուզում ես, ուրեմն դու սանձարձակ ես, և քո եսը դարձնում ես քեզ թշնամի, քո մեջ դու օձ ես տաքացնում, որ անընդհատ քեզ խայթելու է, քեզ թունավելու է, ամենամեծ օգուտը պահքի անձի ձևավորումն է, կամքի սանձումն է, հոգևոր պահքի մեջ միշտ հրաման ունենք մենք, մեղքից հետ կանգնելու միշտ հրաման ունենք, այսինքն մենք միշտ զուսպ պետք է լինենք, միշտ զգաստ և խիստ պետք է լինենք մեր հանդեպ, այդ հիշեք, մենք մեր հանդեպ շատ խիստ պետք է լինենք և դա մեզ միշտ օգուտ է, պետք է հիշեք, երբ որ մարդը ձիգ է, իմաստուն ձևով իհարկե, երբեմն մարդը այդ խստությունը չի հասկանում, դառնում է մազոխիստ, ինքն իրան սկսում է տանջել, չարչարել, բայց անիմաստ ձևով, չէ, քրիստոնեությունը կամ պահեցողությունը դա ինքնասպանություն չի, դա կամքի ձևավորումը, անձի ձևավորումը, սանձարձակության վերացումը, հիմա տեսել եք ձին, որքանի չես սանձել, չի ենթարկվում քեզ, բայց հլը միա տանջի իրան, չարչարի և համապատասխան սանձիր, քեզ ենթարկվում, այդպես էլ մեր կամքն է, սանձարձակ ձի է, մանկությունից սկսած, հլը երեխային դու երես դուր, վաղը չէ մյուսօր կնստի քո գլխին, էլ չես էլ կարող ոչի բան անել, բայց երեխային մանկությունից դու սովորեցրիր, կրթիր, դաստիարակիր, իմաստուն ձևով, ձևավորիր, երեխան խմոր է, դու պետք է հունցես, հետո էլ եփես, հետո էլ ճաշակես, այդպես էլ մեր անձն է, մենք պետք է հունցենք, տեսել ես, փափուկ, չէ, բավականին ուժ պետք է գործադրես հունցելու համար, լավ ուժ պետք է գործադրես, քո անձը ուժ գործադրես ինքդ քո հանդեպ, հետո էլ դնես փորձությունների վառարանը, մի լավ էփես, անցկացնես բովի միջով, անես նոր կարող ես ճաշակել, մենք մեր հանդեպ խիստ պետք է լինենք, այդ պահեցողությունը ամենալավ հնարավորությունն է դրա համար, ամեն